Գլուխ 4. Որն է հոգու և շնչի միջև տարբերությունը։ Որովհետև Աստծո խոսքը կենդանի է, և զորավոր, և ամեն երկսայրի սրից ավելի կտրուկ է, և թափանցում է մինչև շնչի և հոգու բաժանվելը։ Եբրայեցիների 4:12. Հոգին և շունչը նույնը չեն։ Տարիներ առաջ, 50-ականների սկզբին, սկսեցի լրջորեն ուսումնասիրել այս թեման։ Գրքեր ձեռք բերեցի թե հոգեգալստական, թե հարանվանական առաջատար աստվածաշնչյան դպրոցներից և սեմինարիաներից, որպեսզի ուսումնասիրեի, թե ինչ էին սովորեցնում մարդու մասին։ Այդ գրքերից ոչ մեկն ինձ չբավարարեց։ Դրանք իրականում աստվածաշնչյան չէին։ Իհարկե, աստվածաշնչյան էին այն առումով, որ Սուրբ Գիրքն ասում է՝ փոքրիշատե ենք տեղյակ։ Ես այդ մասին հարցրի նաև առաջատար աստվածաբաններին և ծառայողներին ամբողջ Ամերիկայում։ Դուք նրանց կճանաչեիք, եթե թվարկեի անունները։ Ես նույնիսկ լսեցի, թե ինչպես մերօրյա ամենահայտնի ծառայողներից մեկը, պատասխանելով այն հարցին, թե որն է հոգու և շնչի տարբերությունը, զարմացած ասաց. կարծում էի, թե դրանք նույնն են։ Ես գրեթե միևնույն պատասխանն ստացա ծառայողների մեծամասնությունից, ում այդ հարցը տվեցի։ Սակայն ինչպես դրանք կարող են նույնը լինել։ Պողոսն Աստծո հոգով ասաց, որ այդ երկուսը կարելի է բաժանել Աստծո խոսքի միջոցով։ Այդ մասին կարող ես կարդալ Եբրայեցիների 4:12-ում։ Եթե հոգին և շունչը կարելի է բաժանել, ուրեմն դրանք չեն կարող նույնը լինել։ Միայն Աստծո խոսքը կարող է բաժանել հոգին և շունչը։ Մենք դրանք չենք կարողանում զանազանել այն պատճառով, որ խորապես չենք ուսումնասիրել Աստծո խոսքը։ Տարիներ առաջ Միացյալ Նահանգների արևմուտքում ոսկե տենդ էր սկսվել։ Մարդիկ տարբեր կողմերից արևմուտք էին շտապում։ Նրանք ցանկանում էին արագ հարստանալ։ Ոմանք մի քիչ ոսկի մաղեցին արվակներից, մյուսները մի քանի բնակտոր գտան գետնի երեսից։ Սակայն եթե իսկապես ցանկանում էիր հարստանալ, պետք է խորը փորեիր։ Նույնը վերաբերում է հոգևոր հարցերին։ Դուք կարող եք մակերեսորեն ուսումնասիրել Աստվածաշունչը և այստեղից այնտեղից մի քիչ ոսկի մաղել, և նույնիսկ պատահաբար մի բնակտոր գտնել։ Սակայն եթե իրականում ցանկանում եք հարստանալ, պետք է փորեք և խորանաք Աստծո խոսքի մեջ։ 15 տարի շարունակ գիշերները լուսացնում էի ուսումնասիրելով Աստծո խոսքը։ Ամենից առավել ցանկանում էի հասկանալ հոգու և շնչի տարբերությունը։ Վերջապես որոշեցի պատասխանը գտնել տարանջատման սկզբունքով։ Ուստի գրեցի. մարմնիս միջոցով ես հաղորդակցվում եմ նյութական իրականության հետ, ինչն անառարկելի է։ Հոգուս միջոցով հաղորդակցվում եմ հոգևոր իրականության հետ։ Մնացել էր իմ էության մի մասը, որի միջոցով կարող էի հաղորդակցվել ևս մեկ ոլորտի հետ։ Գիտեի, որ դա իմ շունչն էր, որի միջոցով հաղորդակցվում էի մտավոր կամ շնչավոր իրականության հետ, որն ընդգրկում է զգացմունքները և միտքը։ Այնպես որ գրեցի. շնչիս միջոցով հաղորդակցվում եմ մտավոր իրականության հետ, ինձ օգնեց հետևյալ խոսքը։ Կորինթացիների առաջին թղթի 14:14-ում գրված է. որովհետև եթե ես աղոթք անեմ օտար լեզվով, իմ հոգին է աղոթք անում, բայց միտքս անպտուղ է։ Amplified թարգմանության մեջ գրված է. որովհետև եթե ես աղոթում եմ անհայտ լեզվով, իմ հոգին Սուրբ Հոգով իմ ներսում աղոթում է, բայց միտքս անպտուղ է։ Մեր հասկացողությունը, մեր բնական մարդկային մտածողությունը մեր շնչի մի մասն է։ Ուշադրություն դարձրեք Պողոսի խոսքերին. իմ հոգին է աղոթում, բայց միտքս անպտուղ է։ Նա չասաց, երբ օտար լեզվով եմ աղոթում, միտքս է աղոթում։ Նա նաև չասաց, երբ աղոթում եմ լեզուներով, աղոթում եմ իմ հասկացողությունից կամ մտքից։ Ըստ էության նա ասում էր. երբ աղոթում եմ լեզուներով, չեմ աղոթում իմ շնչից։ Ես աղոթում եմ իմ հոգուց, սրտից, ներքին էությունից։
Հիշում եք, թե ինչ ասաց Հիսուսը։ Հովհաննեսի ավետարանի 7-րդ գլխի 37-ից 39 խոսքերում գրված է. «Եվ տոնի վերջին մեծ օրում Հիսուսը կանգնած էր, աղաղակեց և ասաց. եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի։ Ինձ հավատացողը, ինչպես Գիրքն ասում է, նրա փորից կենդանի ջրերի գետեր կբխեն»։ Սա ասաց այն հոգու համար, որ ընդունելու էին նրան հավատացողները, որովհետև դեռ Սուրբ Հոգին տրված չէր, որովհետև Հիսուսը դեռ փառավորված չէր։ Հիսուսն ասաց, որ Սուրբ Հոգին ընդունելու արդյունքում փորից կենդանի ջրերի գետեր կբխեն։ Մեկ այլ թարգմանության մեջ գրված է. ներքին էությունից կհոսեն կենդանի ջրի գետեր։ Մի երեկո արթնության հավաքույթներից մեկի ժամանակ մի 6-ամյա աղջիկ, ում հայրն ամբողջ ավետարանական եկեղեցու հովիվ էր, խաղում էր այլ երեխաների հետ։ Հանկարծ երեխաներից մի քանիսը լցվեցին Սուրբ Հոգով և սկսեցին խոսել այլ լեզուներով։ Այս 6-ամյա աղջնակը փորը բռնելով վազեց մոր մոտ և ասաց. «Մայրիկ, մայրիկ, այդ խոսքերը դուրս եկան իմ փորից»։ Հոգևոր տեսանկյունից նա ճիշտ էր։ Նա խոսում էր լեզուներով իր փորից, իր հոգուց կամ ներքին էությունից։ Ահա թե որտեղից են գալիս լեզուները։ Սուրբ Հոգին, ով բնակվում է ձեր հոգում, խոսքեր է տալիս ձեր հոգուն և դուք խոսում եք։ Այժմ կարդացեք Աստվածաշնչյան այս երկու խոսքերը միասին։ Մարդու հոգին Տիրոջ ճրագն է, նա քննում է սրտի կամ փորի բոլոր ներսերը, նրա փորից կենդանի ջրերի գետեր կբխեն։ Սուրբ Հոգին ինձ մշտապես առաջնորդել է հոգուս միջոցով։ Ես հիմնականում առաջնորդություն եմ ստացել այլ լեզուներով աղոթելիս։ Եվ դա զարմանալի չէ, երբ աղոթում եք լեզուներով, ձեր հոգին արթուն է։ Ընդհանուր առմամբ եկեղեցիների ձախողման պատճառներից մեկն այն է, որ նրանք չափազանց շատ են կիրառում աղոթքի միայն մի տեսակը՝ մտավոր կամ հասկացողությամբ աղոթքը։ Քրիստոնյաները փորձում են հոգևոր պատերազմներ վարել մտավոր կարողություններով։ Տարիների ընթացքում ես մի ճշմարտություն եմ սովորել. կյանքիս յուրաքանչյուր ճգնաժամի մեջ կենտրոնանում եմ հոգուս վրա և աղոթում եմ այլ լեզուներով։ Լեզուներով աղոթելու ընթացքում առաջնորդություն եմ ստանում իմ ներսից։ Պատճառն այն է, որ այդ ժամանակ ակտիվ է ոչ թե մարմինս կամ միտքս, շունչս, այլ հոգիս, և Աստված ինձ առաջնորդում է հոգուս միջոցով։ Երբեմն թարգմանում եմ այն, ինչ աղոթում եմ լեզուներով, և թարգմանության միջոցով լույս ու առաջնորդություն եմ ստանում։ Այդ մասին կարող ես կարդալ Կորինթացիների առաջին թղթի 14-13-ում։ Սակայն այդպես հազվադեպ է պատահում։ Հիմնականում լեզուներով աղոթելիս զգում եմ, որ իմ ներսում ինչ-որ պատկեր է ձևավորվում։ Մտքով չեմ կարող բացատրել որևէ մեկին, թե ինչպես եմ դա հասկանում, որովհետև իմ հասկացողությունը դրա հետ կապ չունի։ Սակայն ներսումս իմանում եմ, թե ինչ պետք է անել, և ըստ այդմ գործում եմ։ Ես լսում եմ հոգուս, քանի որ մարդու հոգին Տիրոջ ճրագն է։